Բարլուս ձեզ, այսօր հերթական անգամ եկել ենք արձանագրենք, որ ձեր փրկիչը ձեզ օլուխի տեղա դրե։ Սկսենք սկզբից։ Երեկվանից ինչպես բոլորիդ հայտնի է, սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Եվ ձեր փրկիչը որոշել էր սկսել իր նախընտրական քարոզարշավը Սյունիքից։ Շատ չխորանանք են փաստի վրա, թե 21 թվին ինքը ինչ էր խոստանում Սյունիքում եւ իրականում ինչ ստացաք դուք, այլ հենց խորանանք մենակ երեկվա իր բլթը ծրածների վրա։ Ուրեմն ինչ ասեմ ձեր փրկիչը։ Ասում է Արցախը, արա երբեք вообще ոչ մի պարագայում մերը չել է։ Ասում է Արցախը մի հատ տերիտորիա էր Կարոջի, որը ախպեր ջան մի քանի հայ գեներալներ տենց իրանցով էին արել, սարքել էին իրանց համարը բաղճա, վարելահող։ Ասում է ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, աբսոլյուտնի ոչ մի բան չկար ախպեր։ Հավանաբար մոռացել է, որ Արցախը հանձնելուց Արցախում կար հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ։ Իրականում ինքը չի մոռացել։ Ուղղակի ինքը ձեզ է էշի տեղ դրել ու շարունակելու է դնել, քանի դուք հեզորեն տեղավորվում եք այդ էշի կերպանի մեջ։ Հələ մի կողմ դնենք այն փաստը, որ Արցախը որպես միավոր պետություն էր, իր սահմանադրությամբ, կառավարությամբ, կրթական համակարգով, բանակով եւ այլն եւ այլն։ Հիմա խոսքս ուղղում եմ ձեզ, այն էշի կերպարի մեջ տեղավորված եւ ձեր փրկչի ցնդաբանություններին ծափարող ժողովուրդ ջան։ Ինչի մեկը չհարցրեց, բա փրկիչ ջան։ Բա որ այդ տարածքները երբեք մերը չեն եղել։ Ինչի գնացիր Ստեփանակերտ հրապարակից հայտարարեցիր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ինչի լակոտի ուղարկեցիր Արցախ ծառայելու։ Այսինքն դուք լակոտին ուղարկել էիր ինչ որ չագերտավոր գեներալների բախճում ծառայելու, հետո պետական ռեսուրսներով, պետական ուղաթիռով շաբաթը մեկ տես թռնում եք այդ բախճեն, ձեր լակոտին տեսակցության ու հետ էիք գալի։ Հատ հարց տվեք էլի, բա որ այդ տարածքները մերը չեն եղել։ Այն 5000 լուս երեխուն ինչի տարարդրիր հողի տակ։ Թե բա ինձ հանկարծ դավաճան չասեն։ Այսինքն քո նկարագրությամբ 3 հատ գեներալի բախճա հանձնելու համար քեզ պետք է ասեին դավաճան, հա։ Եթե մերը չէր ինչ էիր կոչանում, որ մարդիկ տնից կասկա բրոնի ժիլետ վերցնեն ու ինքնակազմակերպվեն ու գնան Արցախը պահելու։ Բա որ մերը չէր։ 21 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ նույն Սյունիքում ինչի էիր խոստանում, որ Արցախի հարցը շուտով կարգավորելու ես։ Չնայած այստեղ խոստումդ պահել ես, կարգավորեցիր, իսկապես կարգավորեցիր, բայց ուղղակի դու չասեցիր, թե իօքուտ ում ես այդ հարցը կարգավորելու։ Հա, իօքուտ Ադրբեջանի այդ հարցը կարգավորվեց։ Հիմա վստահ եմ շատերդ այս վիդեոից նեղվելու եք, բայց եկեք ինձանից մի նեղացեք, ժողովուրդ ջան։ Ես իսկապես ձեր լավն եմ ուզում։ Ուզում եմ այնպես անեմ, որ դուք այսուհետ թույլ չտաք ձեզ էշի տեղ դնել։ Ասեք վատ բան եմ ասում։ Ճիշտ է, կարող է մի քիչ կոպիտ եմ ասում, բայց ճշմարտությունը էդ է։ Իսկ ինչը վերաբերում է ձեր փրկչին ու նրա ցնդաբանությանը, ես ձեզ վստահեցնում եմ, որ անգամ Ադրբեջանի են լավագույն պրոպագանդիստները, են դաժեն քամերան ռազմավարը, արա տես ջանասիրաբար չի փորձում ապացուցել, որ Արցախը երբեք հայկական չի եղել։ Դե հիմա գնացեք ու մտածեք, թե ում եք պատրաստվում ձեր ձայնը տալ մոտակա ընտրություններին։